Երանի նրան, ով ինձանով չի գայթակղվի, ինչպես հասկանալ ինձանով չի գայթակղվի արտահայտությունը։ Ինչ է նշանակում Տեր Հիսուսով գայթակղվել։ Համատեքստը եթե կարդանք, Հովհաննես Մկրտիչն էր, որ կասկածում էր, ասում էր՝ դու ես, թե մեկ ուրիշին սպասենք, եւ Տեր ասեց՝ գնացեք, պատմեք, ինչ որ տեսնում եք, եւ այս նշանները իրեն կհուշեն։ Եվ դրանից հետո ասեց՝ երանի նրան, ով ինձանով չի գայթակղվի։ Գայթակղություն բառը մեզ չպիտի մոլորեցնի։ Գայթակղվել բառը նշանակում է սայթաքել։ Եվ երբ որ Տեր Հիսուսի մասին գրված է Աստվածաշնչում, որ նա անկյունակարն է, ասում է անկյունակարին, այս ամենաթանկ քարը, եթե չեք լսել բացատրությունը անկյունակարի, արագ ասեմ, որ անկյունակարը, քանի որ առաջ այդպես երկաթբետոնե կոնստրուկցիաներ չկային, շենքի հիմքում դրվում էր 4 անկյունակար։ 4 անկյունակարը դրանք անկյունաձև կտրված քարեր էին, քանի որ շենքի ամենաթույլ մասը այդ անկյուններն են, երբ որ ուղղահայաց եկող այսպես պատը ուղղաձիգի հետ հատվում է, ամենաթույլ հատվածն է դա, եթե հիմքը ամուր է, այդտեղ ճաքեր չեն տալիս, այսինքն անկյունաձև կտրված մեկ ամբողջական քար էր, բավականին ծանր եւ ամենաթանկ քարն էր, եւ Տեր Հիսուսը ասում է մեր անկյունակարն է, եւ ոչ ոք չի կարող այդ անկյունակարի հանդեպ չեզոք վերաբերմունք ունենալ։ Սա շատ կարեւոր է հասկանալ, գրված է կամ ինքը դառնում է մեր հիմքը եւ մեր տունը լինում է ամուր, կամ եթե մենք մերժում ենք այդ անկյունակարը, ինքը ընկնում է մեր վրա ու ճխլում է, սպանում է մեզ, կամ մենք ենք ընկնում նրա վրա եւ փշրվում ենք։ Եվ այդ սայթաքելը, ընկնելը ինքը նույն գայթակղվել բառն է։ Գայթակղվել բառը հայերենում ի սկզբանե չի ունեցել մեղքի գայթակղություն իմաստը, այլ պարզապես սայթաքել իմաստն է ունեցել։ Եվ Տեր Հիսուսը այստեղ ասում է. երբեք չշփոթվեք եւ չսայթաքեք։ Ինձ վրա սայթաքողը փշրվելու է, այսինքն ի՞նչ է նշանակում ինձ վրա սայթաքող։ Նշանակում է, որ ինձ արհամարողը, ինձ սխալ ընդունողը, ինձ չճանաչողը, ինձ որպես Աստված չընդունողը, ինձ մերժողը, իմ խոսքերը արհամարողը։ Հիշում եք մի հատված կա Աստվածաշնչում, ես միշտ ասում եմ, գիտեք որն է ամենամեծ մեղքը։ Մարդիկ տարբեր մեղքեր են նշում, ամենաահավոր մեղքը որն է, եւ բնականաբար այդ նշվածների մեջ ամենապիղծ մեղքերից մեկը, որ կարելի է նշել, դա Սոդոմի եւ Գոմորի մեղքն է, եւ ես ասում եմ ոչ, դրանից մեծը կա, որովհետեւ Տեր Հիսուսն ասեց Սոդոմին ու Գոմորին դատաստանի ավելի հեշտ կլինի, այսինքն նրանք կպատժվեն, բայց ավելի ծանր պատժի կարժանանա այդ մեղքը գործողը։ Տեր Հիսուսը մի անգամ ուզում էր մի քաղաք մտներ եւ նրան ասեցին ոչ, շրջանցի մեր քաղաքը, մենք քո կարիք չունենք։ Եվ Տերը ասեց՝ վայ քեզ Բեթսայիդա, վայ քեզ Կափառնայում, որովհետեւ Սոդոմին ու Գոմորին ավելի հեշտ կլինի դատաստանի օրը, քան ձեզ։ Եվ հասկանում ենք, որ ամենամեծ մեղքը այս աշխարհում ոչ սպանություններն են, ոչ պղծությունները, ոչ այլասերությունները, այլ Տեր Հիսուս Քրիստոսին մերժելը։ Այս բոլոր մեղքերից մեծ մեղքը։ Եվ դրա համար մենք քարոզում ենք խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս, եւ որքան էլ մեծ մեղք գործած լինենք, մենք բոլորս էլ այդ մեղքը գործել ենք։ Տերը սիրում է մեզ եւ սպասում է մեր ապաշխարությանը։ Երանի նրան, ով ինձանով չի գայթակղվի, այսինքն երանի նրան, ով չի սայթաքի, երանի նրան, ով կհասկանա ով եմ ես, ինչ իշխանություն ունեմ եւ ինչպիսի մեծ փրկություն եմ բերել մարդկության յուրաքանչյուր ներկայացուցչի կյանքում, որտեղ գրված է նա ամբողջ աշխարհի համար քավություն եղավ, բայց փրկվում են միայն նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսին, հավատում են նրա խոսքերին եւ որոշում են կայացնում ապրելու ըստ այդ հավատքի։